Այո, ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ իրավական իմաստով կարծես թե ամեն տարի ապրիլի 24-ին է տեղի ունենում։ Հայաշատ եւ օտարազգի անկյուններում ոգեկոչման հարարողություններ, ջահերթեր եւ այլն։ Ինչպես հիշեցին եւ պահանջեցին այդ օրը Կանադայում։ Այո, ուրեմն ինչպես նշեցիք, ամեն տարի ապրիլի 24-ին, ինչպես ամեն դեր Կանադայի մեջ եւս դերի ունենան համակարգային ժողովրդային ցերնակներ, բողոքի ակցիաներ, ինչպես նաև շատ մակարական բնույթի ցերնակներ, նաև մշակութային, եւ ընդհանրապես ըստ ավանդության Կանադայությունը ամեն տարի ապրիլի 24-ին հավաքված է մայրաքաղաք Օտավա, այնտեղ ունենալու համար թե քաղաքական ցերնակ խորհրդարանի առջև, նաև որ մեր քայլարշավ դեպի թրկական տեսփանատուն եւ փողոքի ակցիա թրկական տեսփանատան առջև այս տարի ինչ որ չափով ձևաչափը փոխեցինք, որովհետեւ ավելի ընդլայնենք մասնակցությունը եւ դարողությունը այս փողոքի ակցիաներուն եւ ուրեմն հիմնականի մեջ ապրիլի 24-ին դերի ունեցան ժողովրդային մեծավակներ մեծակույն քաղաքներս Տորոնտո, Օտավա, ներողություն, Տորոնտո, Մոնրեալ, Վանկուվեր եւ նաեւ Օտավայի մեջ դերի ունեցավ հadoop մեկ այլ ծրագիր հիմնականի մեջ մասնակցությամբ Հյուսիսականադայի երիտասարդական միության անդամներին, որտեղ եղան բողոքի ակցիաներ թրքական տեսփանադան, ադրբեջանական տեսփանադան, հայկական տեսփանադան առջև, ինչպես նաև քարոզչական շարք նախաձեռնություններ, բայց ասեմ, որ հիմնական ժողովրդային ալիքը ուրեմն դերի ունեցավ մեծ քաղաքներում մեջ, հատկապես Տորոնտո եւ Մոնրեալ։ Այդ անգախ նաև գային շատ քաղաքական բնույթի ցեղնակներ, որոնք դերի ունեցան ապրիլի 24-ից առաջ, լա Օտավայի քաղաքներս, լա նաև Տորոնտոյի եւ Քեբեկի մեջ, հատկապես նահանգային խորհրդարաններս դերի ունեցան քաղաքական բնույթի ցեղնակներ եւ այդ ցեղնակները պիտի շարունակվին հարաճիգա մի քանի օրերի ընթացքին եւս շատ այլ քաղաքներում մեջ, հատկապես նորեն Մոնրեալ, Հարավային Օնտարիոյի շատ քաղաքներում մեջ, ինչպես նաև Տորոնտո եւ Վանկուվեր։ Քանի որ Կանադան ահռելի մեծությամբ երկիր է, ամեն քաղաք ունի իր վարչապետը, կա մի քաղաք, որն անմաս են մնաց այս միջոցառումներից։ Այո, ուրեմն Կանադայի մեջ գնմանի ամերիկյան սիստեմին կան նահանգներ, յուրաքանչյուր նահանգ ունի իր նահանգապետը, յուրաքանչյուր քաղաք ունի իր քաղաքապետը, քաղաքապետարանը եւ այլն։ Տեսեք, հիմնական հայությունը կենտրոնացած է ուրեմն երեք նահանգներում մեջ, մեծակույնները լալով Օնտարիո նահանգը, որտեղ մեծակույն քաղաքը Տորոնտոն է, եւ մեծակույն համայնքը Տորոնտոն է, Անտին ունենք Քեբեկ նահանգը, որտեղ մեծակույն հայ համայնքը գտնվի Մոնտրեալ եւ Լավալ քաղաքներում մեջ, այս երկուքը մեծագա քաղաքներ են, եւ անշուշտ ունենք բավականին մեծ գաղութ British Columbia նահանգի մեջ, որոնց հիմնական քաղաքը Վանկուվերն է։ Անշուշտ կան այլ փոքրաթիվ շրջաններ այլ նահանգներում մեջ, լա Ալբերտա նահանգի մեջ, Էդմոնտոն, Քալգարի քաղաքներում մեջ, եւ անշուշտ արևելյան Կանադայի, այսինքն ավելի օվկիանոսի ափին գտնվող գաղտնի նահանգներում մեջ ունենք փոքր համայնքներ, բայց այսինքն կարելի չի անոնք համարել մեծ թիվով գազագերբված քաղաքներ, որտեղ կան աշխուժ գազագերբություններ։ Հիմնականի մեջ կենտրոնացումը գտնվի Օնտարիո, Քեբեկ եւ Բրիտիշ Կոլումբիա նահանգներում մեջ։ Բայց այստեղ ասեմ, որ շատ այլ նահանգներ, որոնց մեջ չկան մեծաթիվ հայություն, իրենք եւս ընդունած են անցյալին բանացևեր եւ առ այսօր ապրիլի 24-ին հայտարարություններ կդարածեն ընդունելով հայոց ցեղասպանությունը եւ հիշատակելով 1.5 միլիոն անմեղ զոհերը։ Դուք ձեր խոսքում Թուրքիայի դեսպանատան մասին հիշատակեցիք, ես փորձեմ խնդրել ձեզ, որպեսզի ավելի պարզաբանեք։ Թուրքիայի դեսպանատան մոտ այս տարի ակցիա կայացել է, թե ոչ։ Այո, այո, ուրեմն ապրիլի 24-ին Հյուսիսականադայի երիտասարդական միության անդամները հadoop ինչպես ասեցի ծրագիր ունեին Օտավա
քաղաքի մեջ այցելեցին շարք մտեսպանատուններ, որոնց շարքին բնականաբար առաջնային լալով թուրքական տեսփանատունը այնտեղ տեղի ունեցավ բողոքի ակցիա եւ այդ կերած նաեւ Օտավա քաղաքի Պանուկ շրջաններում մեջ բավական մեծ կառուցողական աշխատանք տարվեցավ իրազեկելու հասարակ քաղաքացիներին ոչ միայն հայոց ցեղասպանության մասին, բայց նաև հայոց ցեղասպանության շարունակական ժխտումի քաղաքականության մասին Թուրքիո կողմէ եւ անշուշտ եւ հատկապես վերջին տարիների դերի ունեցած իրադարձություններին, ինչ կվերապերի անշուշտ Արցախյան հիմնարարին եւ Արցախայության թեմ հանդիման կամ Արցախայության թեմ ծառացած դժվարությունների մասին, մեր ռազմակերիների գամայական գալանավորման մասին եւ այլն եւ անչագից շարք այլ հարցերու շուրջ։ Տեսեք, Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, ով հայտնի է իր պրոհայկական քաղաքականությամբ, առաքելությամբ նույնիսկ, հայտարարություն է տարածել, նշելով, որ Օսմանյան կայսրությունում զոհված 1.5 միլիոն հայերը, նրա խոսքով պետք է հիշել նրանց պատմությունը, մռայլ էջերը, պարտավորություն ստանձնել կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը։ Պամբելյան, Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ին չօգտագործեց հայոց ցեղասպանություն եզրույթը։ Դրան իհարկե նախորդել էր նաև Փաշինյանի տարակուսելի, մեղմ ասած տարակուսելի հայտարարությունները հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ առհասարակ։ Մենք կարող ենք ասել, որ այսպիսի մոտեցումը, նաև մեջբերեմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի Արարատ Միրզոյանի խոսքը, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համար ցեղասպանության հարցը առաջնահերթություն չէ։ Միջազգային ճանաչումը նրա առաջնահերթություն չէ։ Այսպիսի քաղաքականությունը ինքնին կարող է նպաստել նաև Թրամփի հետագայում նաև օրինակ Կանադայի արտաքին գործերի նախարարության դիրքորոշման փոփոխությանը։ Տեսեք, դժվար է ասել, թե ավակային ինչ տեղի ունենա, բայց բնականաբար որ այս մեկը հիմնական եւ հսկայական մտահոգություն է մեզ համար։ Երբ անշուշտ հայոց ցեղասպանության ժառանգորդները իսկական իրավադերներն են մեր ժողովրդից խլված իրավունքներուն, բայց մենք միշտ ուզեցել ենք տեսնել եւ այդ մեկը եղել է անցյալին համահայկական հռչակագրով եւ Հայաստանի Հանրապետության նախկինին ունեցած դիրքորոշումով, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը որպես վարչական pedagogan դարածք միջազգային սեղանի մասնագից բերություն, ինքնիշխան բերություն, նաեւ ինք իրավունք պահանջող ինչ որ միավոր է սպիրկի գողքին, սպիրկայության գողքին եւ այդ մեկը հավանաբար լավագույնս արտացոլվեցավ հայրամյակի օրերին, երբ տեղի ունեցավ համահայկական հռչակագիրը եւ մենք հստակ միագամ ձևով ներկայացանք աշխարհին ասելով համար, որ Հայաստանի Հանրապետություն, հայկական սպիրկ այս հարցի շուրջ միագամ են եւ միասին է որ գիհիշեն եւ կբանչեն։ Եվ այս բոլորին իդես բնականաբար միջազգային հանրությունը եւս այդ մեկը նկատի առավ եւ ըստ այդմ ուրեմն ճշտեց իր դիրքորոշումը։ Պետք է ասել, որ պայման չէ միայն այդ օրերին էր, որ միջազգային հանրությունը ինչ որ դիրքորոշում դրսևորեց, շատ երկիրներ, որոնց շարքին Կանադան, թերևս 2004-2006 թվականներից ճանաչել էին հայկական ցեղասպանությունը, բայց մենք այդպիսով գցանք ամբողջ աշխարհին ապացուցել, որ մենք միագամ ենք այս հարցի շուրջ։ Այսօր երբ կտեսնենք տարբեր քաղաքականություն Հայաստանի այսօրվա իշխանություններու գոմե, բնականաբար այդ մեկը մեղմ ասած կամ նվազագույն ասելու համար հսկայական մտահոգության պատճառ կանտիսանա։ Թե Թրամփը ինչ պայմանավորվածությամբ ցեղասպանություն բառը չօգտագործեց, մանավանդ նկատի ունենալով, որ իր անմիջական նախորդողը այդ մեկը ասել է, կարելի է այդ մեկը վերակրել Հայաստանի Հանրապետության իշխանությունների որտեղած նոր վարկագծին, հավանաբար
Նաև կարելի է վերագրել Թուրքիո կողմէ բացահայտ ճնշումներին, այսինքն ամերիկյան վարչակարգի վրա։ Ես հատկապես հավանաբար ճիշտ պիտի չլա ավելիով մեկնաբանեի Ամերիկայի նախագահի հայտարարությունը, այստեղ ասեմ, որ մեր գործագից հայտարարի գրասենյակը Վաշինգտոնի մեջ երեք բավականին համապարփակ հայտարարություն հրապարակեց, դարաբարելով նախագահ Թրամփի հայտարարությունը ցեղասպանություն բառը չօգտագործելու հանգամանքը եւ անոնք ընդհանրապես զանգը վերակրեն իշարս այլ բաների, նաև ուրեմն Թուրքիո կողմէ եղած բացահայտ ճնշումներուն։ Թե Կանադան գնա դիրքորոշում փոխել, այսօրվա դուրսությամբ ես չէի ասել, որ անմիջական մտավախություն ունենք, բայց ինչպես որ բալասխանի սկզբին ասեցի, օրերը ինչ կբերեն այդ մեկն էլ չենք գիտեր։ Մեզ կմնա ցեղնազալ չմնալ, այդ պետք եղած հարաբերական աշխատանքը դանել, շարունակական ճնշում բանեցնել, որբեսի իրարաչորդ կանադական կառավարությունները շարունակեն մնալ այդ դիրքորոշման վրա, եւ մենք այսօրվա դուրսությամբ բավականին ինքնավստահ ենք, որ Կանադան իր դիրքորոշումը չի փոխելու։ Վերջին հարցը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը անդրադարձել է ապրիլի 23-ին Հայաստանում տեղի ունեցած, ինչպես ավանդաբար է տեղի ունենում, ջահերթին, որը ուրեմն կազմակերպվել էր ինչպես միշտ Հույդա Երիթևի կողմից, եւ նա պահանջել է, որպեսզի Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատժիչ միջոցներ ձեռնարկեն, օրենք ընդունեն, կարծես թե որով կարգելվի դրոշների, մեզ համար թշնամական դրոշների այրումը Թուրքիա, Ադրբեջան, ինչ է կարծում Հայաստանի Հանրապետության այս որդեգրած քաղաքականությունը կարող է նաև հասնել այդ քայլին։ Դժբախտաբար եւ ցավի սիրտ պիտի ասեի, որ երբեք հավանաբար զարմանալի պիտի չլա, եթե Հայաստանի իշխանությունները նման որոշում ընդունեին եւ արգելեին ոչ միայն այսինքն թոշներու այրելու այդ երևույթը, բայց հավանաբար ընդհանրապես նույնիսկ արդեն ավանդություն դարձած եւ սպասվող այդ ճայրով երթօրինակյամբ, որովհետեւ այդ ճայրով երթի հիմնական պատկամը միան հիշելը չէ, նաեւ բանջելն է։ Բամը որ մե այսօր Հայաստանի իշխանությունները ամբողջովին ցերպազատված են։ Ես դժբախտաբար նորեն գսեմ ցավիսի չէի զարմանալ եթե նման որոշում ընդունեին, բայց նաև պետք է այստեղ մեկ այլ ցևով մեկնաբանել Բայրամովի հայտարարությունը եւ այդ մեկը նաև մենք մեր հարաբերական աշխատանքի մեջ այստեղ արտերգրի մեջ պետք է կողազերծենք ցևով ասելու համար որ տեսեք վերջո Հայաստանը մեծ հաշվով կմնա շատ ավելի ժողովրդավար երկիր քան Ադրբեջանը հագարակ այդ ժողովրդավարությանը սպառնացող բազմաթիվ կայլերու, որոնց դիմաց է Հայաստանի իշխանությունը, բայց մեծ հաշվով վերջ-վերջո փաստ է, որ Հայաստանը շատ ավելի ժողովրդավար երկիր է քան Ադրբեջանը եւ Բայրամովը երևի կարծում է, որ ամեն երկիր հենց Ադրբեջանի նման արգելելու է այս խմբին, կամ այդ խմբին արտահայտել իրենց կամքը։ Բայց նկատի ունենալով ճնշումները Բաքվի կողմից, Անկարայի կողմից, դժբախտաբար պիտի չզարմանայի, եթե Հայաստանի իշխանությունները նման քայլերու երթան։